Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Ես առաջարկում եմ նախ սկսել մի երկու բառով անդրադառնալ Հեցին եւ Նարեկ Կարապետյանին, հետո արդեն գանք ազգային ժողով, որտեղ որ պատիվ ունեմը հերթական շոու ծրագիրն է ներկայացնում, կարող եք պոպկորնով, համադամ ուտեստներով նստել, դիտել, այս ամենը ձեզ համար է արվում, սիրելի հեռուստադիտողներ, եւ վայելել, փորձեք չնյարդայնանալ, վայելել այդ շոու ծրագիրը, ահագին ծախս են արել մարդիկ, դուրս են եկել տանից, վառելիք են ծախսել, եկել հասել են այնտեղ, իրենց օրվա հոգսերից կտրվել են, որպեսզի ձեզ համար ներկայանալի լինեն, անգամ կոստյում ունեն։ Ուրեմն վերջերս Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց, թե տնօրեններից ով, օգնականներից ով, ինչքան գումար է ստացել։ Իմիջիայլոց ասեմ, որ տարբեր վայրերում քրեական գործեր են նախաձեռնվել։ Ես մի այսպիսի տեղեկությամբ կիսվեմ նաև Հեցի այսօրվա ղեկավարի հետ, ուրեմն ավելի մանրամասները իհարկե կարող եմ նամակով ուղարկել, կան երկրում դեռևս հոսանքի փող չմուծողներ, հատկապես Երևանում, հատկապես կենտրոնում, նրանց հոսանքը պրյամո է միացրած, էլի, հա, ու տենց չեն մուծում, մարդիկ իրենց հարազատներով, բանով, մի տեսուց չկա, անունն էլ կտամ, եթե անհրաժեշտություն գտնեք, իրան որ կանչեք, ինքը ձեզ ամբողջը կպատմի։ Իհարկե ես չեմ խորշում անուններ տալուց, բայց կարծում եմ դրա կարևորությունը այս պահին չկա։ Ուրեմն իսկ կան նաև քաղաքացիներ, ես երեք մի հրապարակում էի արել, ովքեր որ շեշտում են, որ տանը չեն եղել, իրենց հոսանքին գումար ա գրվել, այ թե ոնց ա գրվել, այ ոնց են կառավ, ես չեմ ասում օրինակ Նարեկ Կարապետյանը անձամբ եկել գրել է, չէ, բայց սրանք վատ կառավարման արդյունք են, փնթի կառավարման արդյունք են, ես կասի, ինչի արդյունքում մարդկանց մեջ դժգոհություններ ա գեներացվել եւ դրան էլ հենց կառավարությունը, իշխանությունները ընդառաջ գնացին եւ որոշեցին հեցը պետականացնելու գործընթացը սկսել։ Ինչպես նաև այդ բաց մալուխները, բան ասենք, չգիտեմ, Նարեկ Կարապետյանը կամ նրանց սատարողները իրենց երեխաներին կթողնեն ապրել այնպեսի շքամուտքերում, որտեղ որ այդ մալուխները ոտքերի տակ լցրած է, կամ կապրեն այնպեսի գյուղում, որտեղ հոսանքը անընդհատ տատանվում է, տանում են, տալիս են, բայց ու հույսը մի հատ փայտե սյունն է։ Այս ամեն ինչը շատ չմանրամասնենք, բայց Նարեկ Կարապետյանին ինչ եմ ուզում անդրադառնալ։ Երկու հարցով, երկու թեմայով, երկու դիտարկմամբ։ Դիտարկում համար առաջին։ Նարեկ Կարապետյան, արի որպես քաղաքացի մի բարի խորհուրդ քեզ տամ, իմիջիայլոց ասեմ, որ շատերին եմ այս բարի խորհուրդը տվել, նրանք չեն ընդունել եւ հետո ձախողվել են, նրանցից մի երկուսն էլ ճաղերի հետևում են հայտնվել, մի քանիսը պատասխանատվության են ենթարկվում վարչական վարույթներով եւ այլն։ Հիմա քեզ էլ տամ այդ բարի խորհուրդը, ամեն դեպքում քաղաքացի ենք, ես չեմ ցանկանա, որ վատ բաներ տեղի ունենա եւ ես ցանկանում եմ, որ այո Հայաստանի Հանրապետությունում ցանկացած քաղաքացի զբաղվի, օրինակ, եթե ուզում է զբաղվել քաղաքականությամբ, ազատորեն զբաղվի քաղաքականությամբ։ Հետեւյալն է խորհուրդս, տես, երբ որ մեկը սկսում է հանրային, հասարակական կամ քաղաքական գործունեություն, հանրային բնույթ կրող գործունեություն, անգամ որպես բլոգեր ես դեռ չեմ խոսում որպես ինչ, պիտի արդեն պատրաստ լինի, որ իր կարծիքի հետ շատերը համակարծիք չեն լինելու, իր մոտեցումների հետ շատերը համաձայն չեն լինելու եւ հրապարակային խոսքով երբ որ դիմում ես այնտեղ մեկնաբանություններում հնարավոր է հանդիպես քեզ քննադատողների, ես վիրավորանքներին դեմ եմ,
այսինքն ուղիղ եւ սուր վիրավորանքներ չպիտի լինեն, բայց ուղիղ եւ սուր քննադատություններ կարող են լինել։ Ուստի առաջարկում եմ, քանի շատ ուշ չի, քո թիմին հավաքում ես միտեղ ու ասում ես ժողովուրդ ջան, երբ որ տեսնում եք իմ հասցեին քննադատություն, փորձեք մտնել երկխոսության մեջ եւ ոչ թե վիրավորեք քննադատողներին։ Սա ինձանից քեզ խորհուրդ։ Եվ երկրորդը այս խորհրդի շարքի մեջ ենթակետ երկրորդ, հա, անհրաժեշտություն չկա մարդկանց, ովքեր քո պաշտոնական կամ մեր ձևովի, ձեր ձևովի, այդ ռուսական ձևովի տակ իրենց հարցադրումներ են գրում կամ անհամաձայնություն են հայտնում ձեր արտաբերած մտքերի հետ կամ գնահատական են տալիս ձեր գործունեությանը, որը ձեզ դուր չի գալիս, հեչ կարիք չկա նրանց բլոկել, որովհետև այդ բլոկած լինելու մասին տեղեկությունները հետո հավաքվում են միտեղ ու աշխատելու են ձեր դեմ, դրանից հետո դուք ինչ ասեք վստահություն չի ներշնչելու, հասկանում եք, իսկ դուք եթե հանրային գործունեություն եք ծավալում, պետք է որ դողակ ամեն մի քննադատողի համար, ամեն մի այն մարդու համար, որ այլ կերպ է մտածում, փորձեք նրան հակառակը համոզելու ապացուցել, հասկանում եք, սա մեկ, այնպես որ քո թիմին լավ ասա, որ այդպես չանեն, դա լավ բան չի, օրինակ իմ գրառման տակ երկու հոգի հայտնվել են ու հակադարձում են շատ կոպիտ ձևով, ինչի համար մռութներին իհարկե կուտեն եւ ուտում են, հարցը դա չի, այնուամենայնիվ դա տհաճ երևույթ է, ես գրառում, երբ որ անում եմ կամ գնահատական տալիս եմ, չեմ տալիս, որովհետև այդտեղ շահ ունեմ կամ օգուտ։ Այդ գրառումը իր մեջ նաև հարցադրումներ է պարունակում, որի համար ակնկալում ենք հրապարակային պատասխան, կամ մենք էլ մեր հրապարակային գործունեությունն ենք ծավալում, ինչ կա այդտեղ։ Ինձ մոտ օրինակ քննադատություններ կան, ես ոչ բլոկում եմ, ոչ ջնջում եմ, շատ նորմալ եմ վերաբերվում, երբեմն եթե կարողանում եմ պատասխանում, բայց եթե ճիշտ է ձևակերպած միտքը եւ ոչ թե վիրավորական բանով։ Հիմի երկրորդ դիտարկումը։ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակեց թվեր, ով ինչքան գումար է ստացել։ Խոսքը հարյուրավոր միլիոնների մասին էր, եւ ինչին ի պատասխան դու արել ես հետեւյալ հայտարարությունը, ես հղումը, ասորն էր 24 news, հա։ Հղումը 24 news-ի, եթե ինչ-որ բան սխալ եմ կարդում, ապա խնդրեմ 24 news-ին ասեք։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է. մի քանի ԿՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև հեծի տնօրենների խորհրդի նախագահ նշանակվել ես, որտեղ աշխատավարձ չեմ ստանում իմ ցանկությամբ։ Տարիներ շարունակ որպես նախագահի տեղակալ աշխատավարձ եմ ստացել։ Մի քիչ տխուր լուր։ Ստորև կցում եմ անդորագիրը, որտեղ հստակ երևում է, որ տնօրենների խորհրդի տեղակալի աշխատավարձն էլ փոխանցել եմ բարեգործական նպատակներով Տաշիր բարեգործականին։ Այս անգամ էլ չկպավ։ Իդեպ տնօրենների խորհրդի աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը եւ այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա։ Okay։ Ես ունեմ տխուր լուր քեզ համար, Նարեկ Կարապետյան, կպավ, լավ էլ կպավ, հանգիստ եղիր, ես չգիտեմ ԿՊ-ի տիկնայք ովքեր են ու ինչ են ասել, բայց հարի յուրատեսակ երկխոսություն սկսենք, տես, նախ եւ առաջ ինչպես տնօրինել սեփական գումարները, դա քո խնդիրն է, քո գործն է, մենք չենք ասում, ինչ ես արել այդ գումարը, մենք ասում ենք ստացել ես այդքան գումար, դու միայն չէ, ստացողներ են եղել մեծ գումարներ, աստղաբաշխական թվեր, այդ գումարները ստացել եք, որպեսզի համապատասխան ծառայություն մատուցեք, աշխատեք, ձեր աշխատանքի արդյունքում գոյացել են չափազանց շատ խնդիրներ, հասկանում ես, ես հասկանում եմ, որ գուցե Սամվել Կարապետյանը իր գրպանից է քեզ վճարել ու դու պարտականություն մեծ հաշվով չես զգացել, թե ինչ պիտի անես, ինչ չէ։ Այնուամենայնիվ այստեղ կա երկրորդ բայցը։ Ինչ է նշանակում ես գումար եմ ստացել, այդ գումարը փոխանցել եմ Տաշիր բարեգործականին։
Բայց ես ինչի հիմա չեմ զարմանում։ Ու դու հիմա ներկայանում ես, որ դու բարեգործ ես։ Ես ճիշտ եմ հասկանում, որ Տաշիրի սեփականատեր Սամվել Կարապետյանը քեզ գումար ա տվել, եւ դու փոխանցել ես Տաշիր բարեգործականին։ Ինչ։ Ասենք օրինակ, եթե դու փոխանցած լինեիր այլ բարեգործական ընկերությունների, որոնք որ կասկածելի գործունեությամբ աչքի չեն ընկնում կամ իրենց բարեգործությունով չեն փորձում քաղաքական դիվիդենդներ հավաքել, ես կասեի շատ լավ բարեգործ տղա է, ապրի ինքը, այնուամենայնիվ մնալով այն կարծիքին, որ քո քաղաքական գործունեությունը քննադատության առարկա, որովհետև բարեգործ լինել չի նշանակում, թե մարդկանց բարեգործությամբ առնել, որպեսզի հետո դիվիդենդ չայել։ Ում երեսով է տալիս։ Այն մարդկանց ում համար որ բարեգործություն ասամ, դա չեղավ բարեգործություն։ Դա եղավ ուղիղ ընտրակաշառքի ժամանակակից ձև։ Ընդ որում այնքան էլ ժամանակակից չէ, որովհետև նման գործունեությամբ աչքի ընկել են Հայաստանի Հանրապետության 30 տարվա ընթացքում գործած բոլոր օլիգարխները։ Օլիգարխներ, ես չեմ ասում դու օլիգարխ ես։ Մեծ Սամվել Կարապետյանը ձգտում է դրան։ Ինչ է նշանակում ես գումարը փոխանցել եմ չենք ասում ուր ես փոխանցել։ Սակագնի վրա չի ազդում, իսկապես։ Լուրջ եք ասում։ Սամվել Կարապետյանը գրպանից ձեզ գումարներ է տալիս, ծախս դա չի երևում հեծի վրա, եւ բնականաբար սակագնի վրա չի ազդում։ Շատ հետաքրքիր տրամաբանություն։ Իսկ կներես, որակով աշխատելը, որակյալ ծառայություն մատուցելը, որակով կառավարումը ձեռնարկելը, սակագնի վրա ազդում է, թե չի ազդում։ Եվ ոչ միայն սակագնի, նաև հոսանքի որակի վրա ազդում է, թե չի ազդում։ Տես, քաղաքացին կնքում է ձեզ հետ պայմանագիր, դուք տալիս եք իրեն հոսանք, ինքը ձեզ տալիս է գումար։ Ինչ միջոցներով պիտի տաք այդ հոսանքը, նույնպես հիմնականում գրված է լինում, կամ դուք պայմանավորվածություն եք ունենում պետության հետ։ Դուք, քանի որ նստած եք եղել, դու քո ասելով Սամվել Կարապետյանի փողերը լվանալով, ասենք ընտեղից ստացել ես, մցրել ես այնտեղից արդեն դուրս է եկել ուրիշ բան, մի խոսքով։ Լավ կառավարում չեք իրականացրել, այսինքն միակողմանի ինչ որտեղ խախտել եք կամ խզել եք քաղաքացու հետ պայմանագրում նշված ձեր պարտականությունները։ Հասկանում ես։ Եվ որպեսզի հասկանաս, թե որքանով կպավ, որքանով չկպավ, պարոն Կարապետյան, ես առաջարկում եմ միասին գնանք շրջենք Հայաստանի Հանրապետության մոտ 930 գյուղերով։ Առաջին 30-ը կարող ես ինքդ ընտրել, գուցե մի 30 գյուղում որոշակի աշխատանքներ անելուն եք։ Այն 900-ից մի 30-ն էլ ես կընտրեմ, լավ, բոլորը չենք շրջի։ Ժամանակը թանկ է, դե ոսկի է, ժամանակը մի ամբողջ 50 միլիոն դրամ, թե 5, ինչքան 300 քանի միլիոն, ոնց թվեր է պտտվում, արդեն այդ թվերի մեջ շփոթվում ես։ Հիմա մի փոքր առաջ անցնենք։ Ձեր ձևովի այս շարժումը որ կա։ Վերջը ինքը քաղաքական է, թե ոչ։ Որովհետև ասել քաղաքական չենք, բայց ծավալել քաղաքական գործունեություն, դա չի նշանակում, որ իսկապես քաղաքական չեք։ Երկրորդ այս ուղղությամբ դուք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը ընդունում եք, թե ոչ։ Դե բոլոր ժամանակներում, որ սահմանադրությունը որ գործում է, պիտի որ ընդունեք, ճիշտ է։ Կարող ենք իմանալ ձեր լոզունգը սահմանադրությանը համահունչ պիտի գնա, թե ոչ։ Ձեր ձևովը սահմանադրական է, թե հակա սահմանադրական։
որովհետև այս հարցի պատասխանից բազմաթիվ այլ հարցեր են ծագելու, ես այս ռետորական հարցը թույլ տվեք թողնեմ օդի մեջ եւ սպասենք պատասխանի։ Լավ։ Հիմա ինչ վերաբերվում է բարեգործությունների հայկական մոդելին, ժողովուրդ ջան, որոնք որ 90% դեպքերում թափելու բան են։ Ինչպես է եղել Հայաստանում, կեղեք էլ հայ ժողովրդից, բացել հիմնադրամ, այդ գումարները մտցնել այնտեղ, այնտեղից որոշ բաներ անել բարեգործական բնույթի, ընդ որում դարձյալ կասկածելի, ասենք մի բարեգործական կառույց էլ կա, օրինակ հիմնադրամ գումարա փոխանցվում, ինքը այդ հիմնադրամից գրում է, որ չգիտեմ 100,000 դրամ դուրս է գրվում 100 զույգ նասկի առնելու համար զուգագուլպա, օրինակ, ու 100 զուգագուլպան 1000 դրամ է հաշվում, որը իրականում 150 դրամ, 200 դրամ է, այդ 1000 դրամանոց են 200 դրամանոցից է, բացի հետ էլ գնում է անում է իրեն փոխկապակցված արտադրամասից, հասկացաք, չէ, ինչ սիրուն բարեգործություններ է սրանք, ինչ ձևեր է, հետո, բայց անպայման ընտրությունների ժամանակ նրանք երևալու են ու ասեն, մենք ձեզ լավություն ենք արել, բարեգործություն ենք արել, դու պիտի հիմա ինչ-որ կերպ, քեզ չենք ասում այդ զուգագուլպան վերադարձրու, բայց լավ կլինի, որ հարգես մեր քո հանդեպ արած բարեգործությունը ընտրատեղամասում որոշակի գործունեության արդյունքում։ Եվ հույսները դնում են այն քաղաքացիների վրա, ովքեր որ կենցաղային ծանրագույն պայմաններում են ապրում իրենց դարձյալ փնթի կառավարման արդյունքում կամ ապրել իրենց դարձյալ փնթի կառավարման արդյունքում նրանց դնելով պարտքի տակ, ուժեղ մոդել է։ Ես առաջարկում եմ, որպեսզի պետությունը ինձ, իմ հասարակական կազմակերպությանը փոխանցի, ասենք, մի հատ լավ ճոխ գումար, ես էլ տենց գնամ, ինքնուրույն որոշեմ ու բարեգործություն անեմ այս մոդելով։ Սա ծաղրանք է, սրանք բարեգործներ չեն ու բարեգործություններ չեն։ Այո, ուղիղ անմիջական գուցե քաղաքացուն խիստ անհրաժեշտ է եղել, օրինակ, բերածս օրինակի մեջ, այն 200 դրամանոց նասկին, զուգագուլպան։ Ու այդ մարդուն շատ դժվար է լինելու համոզել, որ այդ զուգագուլպա քեզ տվողը այնքան էլ բարեգործ չի։ Ես սա հասկանում եմ, բայց բարեգործ բառը ընդհանուր օգտագործելու մեջ փորձեք մի փոքր զգույշ լինել, որովհետև որտեղ հատկապես Հայաստանի Հանրապետությունում բարեգործական ծրագրերը հիմնականում եղել են եւ ցավոք սրտի որոշակիորեն գուցե եւ հիմա էլ կան գումարներ լվանալու եղել են դրանք լվացքատներ։ Իսկ Արցախի հետ կապված առհասարակ, սիրելի արցախցիներ, ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը ուղիղ աջակցություն ստացած կլինեն Սամվել Կարապետյանից, բերածս օրինակով։ Բայց խնդրում եմ հասկացեք, Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը միջազգայինորեն ճանաչված սուբյեկտ չի եղել, իր ներսում ունեցել է գործող բանկեր, առնվազն բանկեր, որոնք որ շատ հանգիստ ծառայում էին լվացքատներ որպես, որովհետև ինչի է այդպես լինում, դա օֆշորային գոտի է դառնում, չճանաչված վայրում ոչ մի միջազգային կառույց չի կարող գնալ եւ վերահսկողություն կամ մոնիթորինգ իրականացնի։ Դրա համար այդ ամեն ինչը ներսով է արվում։ Իսկ Արցախը հանձնեցին, որովհետև արդեն միլիարդները լվացել էին։ Եվ ըստ էության այդտեղից բոլորն էին օգուտով դուրս եկել։ Ասեմ ավելին, այնպես չի, որ միայն հայկական կողմն է այնտեղ գումարներ լվացել։ Այնտեղ ռուսական կողմն է շատ մեծ գումարները լվացել։ Այնտեղ հնարավոր է նաև ադրբեջանական կողմը լվացած լինի, որովհետև սրանք իրարից տարանջատված մասնիկներ չեն եղել, սրանք բոլորը Ռուսաստանում միասին գործընկերներ են եղել, գործընկերներ։
Մոտավորապես այսպես կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր առավոտյան համացանցը ցնցվեց։ Սերժին պատկանող բոլոր հեռուստաալիքները, կայքերը, Քոչարյանին պատկանող բոլորը հանկարծ սենց դրոփներով, բառաբանների եւ այլն քաղաքական դաշտ է մուտք գործում Աբրահամ Գասպարյանը։ Որը թերթում ես այ մարդ, էս ինչ սենսացիա է, Աբրահամ Գասպարյանը մտնում է քաղաքականություն։ Չէ, նորամուտը բարով լինի, բայց ես կարծում եմ Աբրահամ Գասպարյանը շատ վաղուց է քաղաքականությունում, շատ վաղուց։ Հետո էլ ազգային ժողովի առաջ ինչ-որ խումբեր հավաքել, որպեսզի գնար ազգային ժողովի ներսում մասնակցեր ոչ ավել ոչ պակաս, պատիվ ունեմի նախաձեռնած իմպիչմենտի պրոցեսին։ Հետո իմ գրառման տակ սրանք գրում են, որ դերասանից գնա դերասանությունը տարա։ Ոնց գնամ անեմ, եթե հացներս խլել եք։ Ես նայում եմ ձեր տաղանդին դերասանական, իսկապես նախանձում եմ։ Մեր միջի դերասանը հենց դուք եք, հենց դուք։ Են էլ բնական, բնածին, իրականության մեջ, եթե ես գոնե իմ աշխատանքը անում էի ֆիլմերում, կամերաների առաջ կամ բեմում, հանդիսատեսի առաջ, դուք առավոտի ծիրիկուն, դերասան, դուք առավոտի ծիրիկուն այդ կերպարների մեջ եք։ Ձեր կեղծ կերպարների մեջ եք, առավոտի ծիրիկուն, քնելուց անգամ երևի թե։ Լավ, մուտք է գործել, գանք տեսնենք ես պատիվ ունեմ ինչը, Հայկ Մամիջանյանն էր բանանում, իհարկե, վարում, ես չեմ տեսել դեռ, չեմ դիտել, որովհետև կարծում եմ երեկոյան կդիտեմ, ինչի համար, տեսեք, YouTube-ը ունի ֆունկցիա, չէ, որ արագացնում ես, դնում ես 1.5 կամ 2 անգամով, որպեսզի այն անկարևոր պաուզաներն ու դանդաղ մլոցիները անցնես, որպեսզի այդ օրինակ, եթե տևում է 4 ժամ, դու դիտես 2 ժամում գոնե, բայց չեմ առհամարի, կդիտեմ, պոպկորն էլ ունեմ, բայց սպասում եմ վերջանա ուղիղ եթերը, որպեսզի կարողանամ այդպես արագացած դիտեմ, ուղիղ եթերով չի լինի այդպես դիտել։ Այնուամենայնիվ, այսպեսի մի վերնագիր աչքովս ընկավ, դարձալ 24 News-ում Մամիջանյանի կատարմամբ։ 21-ին խոստացել ենք հեռացնել Փաշինյանին։ Մեր խոստումը կատարելու համար ամեն ինչ անում ենք։ Ահա եւ ոչ բանաձևը այսօրվա տեղի ունենալիքի։ Այսինքն, ընդհանուր առմամբ ասելիք չկա։ Ընդհանուր առմամբ անելիք էլ չկա։ Բայց որպեսզի իրենց ընտրողները կամ իրենց էլեկտորատը տեսնի, որ իրենք այնուամենայնիվ ինչ-որ բան անում են, որոշել են անել դա, իմպիչմենտի գործընթաց սկսել, որը իհարկե չի կարող հաջողություն ունենալ ոչ մի կերպ, բացարձակ ոչ մի կերպ չի կարող, դա անհնար է, ոչ թե անհնար է, որովհետև իրենք են անում միայն, այլ նաև որովհետև այն քանակությունը, որը անհրաժեշտ է, չկա ազգային ժողովում։ Բայց էլեկտորատին պետքա ցույց տալ, որ մենք 21 թվականին որ ասել ենք, մեր խոստումի տերն ենք, 25 թվականն է մենք դեռ իմպիչմենտի գործընթաց ենք անում։ Չմտածեք, որ մենք այնտեղ պարզապես նստած ենք, մենք տքնում ենք։ Դուք մեր վիճակը չեք պատկերացնում։ Պարզապես դեռ չի ստացվում։ Եվ իհարկե էլեկտորատի ներկայացուցիչները չեն էլ ցանկանալու նկատել այս անձնավորությունների քաղաքական ամուլությունը եւ հարցեր չեն տալու։ Լավ, դուք 21 թվականին ներկայացրել եք ռազմավարական ծրագիր։ Գուցեև բանավոր խոսքում ձեր հիմնական ասելիքը եղել այն, որ դուք պիտի հեռացնեք Փաշինյանին։ Բայց ունեցել եք ռազմավարական ծրագիր։ Խնդրում եմ ասեք, գիտեք,
100%-ով ռազմավարական ծրագրերը չեն իրականանում, դա բոլորս գիտենք, հասկանում ենք, կապ չունի ում կողմից, հա, բայց այսպիսի բան կա, որ եթե 70-75%-ը կարողանում ես իրականացնել, դա արդեն լավ է։ Չեմ ասի շատ լավ է, բայց շատ լավից մի քիչ է ցածր, լավից բարձր է։ Խնդրում ենք ասեք, քանի տոկոսն եք իրականացրել։ Խնդրում եմ ասել, պատիվ ունեմ, բացի այն, որ մի տարի ու կես գործի չէր գալիս, առհասարակ գործի չէր գալիս, այս 4 տարիներից տարի ու կեսը գործի չեն եկել այդ մարդիկ։ Քանի օրինագիծ է ներկայացրել քննարկման։ Քանի։ 1, 2, գուցե 3։ Եթե 3, դա շքեղ է ձեր պարագայում, որովհետև ես ոչ մեկ չեմ տեսել 0։ Կամ եղել են օրինագծեր, որոնք որ խայտառակություն են եղել պարզապես։ Չեմ հիշում, պատիվ ունեմ, թե դաշնակները Հայաստան դաշինքներ բերել ցույց տալիս։ Հիմա հանրային քննարկում ենք անում, Նիկոլին հեռացնենք։ Լավ, հեռացրեք։ Ինչ եք առաջարկում, որն է ձեր առաջարկը։ Չկա։ Մի պահ ենթադրենք, Փաշինյանը չի ղեկավար։ Ու այն խնդիրները, որոնք որ բարձրաձայնում եք, պետքա լուծել։ Այն որ կան խնդիրներ, պետքա լուծել։ Ինչպես եք պատրաստվում լուծել։ Մենք կգնանք եւ Ադրբեջանին կասենք դու Նախ մի 20 տարի կարող եք ասել ու ասելուց ձեզ չենք տեսել, բայց այնուամենայնիվ իսկ որտեղ է երաշխիքը, որ դուք ասելու եք Ալիևն ասի, հա, օքեյ։ Ոնց ասեք, եկեք լավ, սենց անենք։ Որտեղ է տրամաբանությունը։ Ինչպես հայտնի է, ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում կլսվեն ահեղագոչ ելույթներ, էքսպրեսիայով ուղեկցվող ասմունքներ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով։ Ինչու՞ միայն այս վերջերս անգամ աղոթքներ են հնչում այնտեղից։ Մեր տեղեկություններով լսումներին տպավորիչ ներկայացուցչական կազմ է հրավիրվել, սա դեռ մինչև սկսվելն էր ժողովուրդ ջան, այս նյութը հրապարակվել, ինչա դուր է եկել, կարդում եմ ձեզ։ Մի ամբողջ 160 հոգի, բայց չգիտես ինչի դահլիճում չտեսանք նրանց մի մասին։ Կազմը այո, հուշում է, ազգային ժողովի աշխատանքներին հետևող հանրությանը զինվել չիպսերով ու համբերությամբ։ Չէր խանգարի նաև թաշկինակը։ Հրավիրյալների թվում են մասնավորապես ՀՄԿ-ի նախկին հաղորդավար Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, ով տևական ժամանակ չէր գնում աշխատանքի, բայց աշխատավարձ էր ստանում։ Ստենֆորդի համալսարանից դասախոս, ականավոր քաղաքագետ Արթուր Խաչիկյանը, Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, նախկին ԲՀԿ-ական այժմ Հայելի ակումբի վաստակավոր հյուր Նաիրա Զոհրաբյանը, ազգային ժողովի բոլոր թեմաներով լսումների մշտապես ներկա Էդգար Ղազարյանը, որի խոսափողը իր իսկ ելույթի ժամանակ երբեմն անջատվում է։ Դե իհարկե նաև հանրապետականների վերխուժ կան, իդեմս բանտից վերջերս դուրս եկած Արմեն Աշոտյանի, Արտակ Զաքարյանի, Էդուարդ Շարմազանովի, Դավիթ Հարությունյանի, Մարգարիտ Եսայանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանի։ Ինչ զարմանալի է, որ այս մարդիկ այնտեղ են լինելու։ Շատ լուրջ հանրային քննարկում է։ Ներկուսակցական քննարկում է, բերել դարձրել են ավլոդրել հանրային քննարկում։ ԼՂՀ-ի ֆրոնտը կներկայացնեն մասնավորապես հռչակավոր անեծկաբան Մետաքսե Հակոբյանը, ԼՂՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, իսկ ահա օրումեջ հակափաշինյանական հայտարարություններ անող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած մի ժուգուլու պասաժիրի չափ անդամ ունեցող հակից հրավիրվել են մասնավորի Լևոն Զոհրաբյանը, մինչև վերջերս պետական ապարատում աշխատած Տաթև Զորյանը։ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից էլ հրավիրվել է նախկին պատգամավոր մանդատի զրկվելուց հետո իրեն հաղորդավարական աշխատանքին նվիրած Արման Աբովյանը։
Հրավիրված է նաև քաղաքականի ժառանգությունը, թող թույլ տրվի ասել, վարի տված ժառանգություն կուսակցությունը իդեմս Ռաֆի Հովհաննիսյանի։ Քաղ բանտարկյալների ջոկն էլ կներկայացնի քրեական հետապնդման ենթարկվող Վանաձորի նախկին համայնքապետ երբեմնի ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը։ Մի խոսքով այս կազմը եւ գրուպա Պաձերշկին, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, բոլ է Յաբլոնովկա գնալու։ Ներեցեք վաղվա միջոցառմանը այսօրվա, այսինքն տպավորիչ դարձնելու համար։ Վերջում էլ երևի սալյուտ մայլյուտ։ Այս մեկը հուսանք դրսում կխփեն։ Իրենք իրենցով, տեսեք, որպեսի աստարտ անցած քաղաքական process ենք անում, մենք ամեն ինչ անում ենք, այն ինչ որ խոսում են ամեն օր իրենց չաթով կամ խոսում են իրենց սենյակում, բերել են խոսեն ազգային ժողովում։ Իրենց իրավունքն է, բայց այս ամենի ֆոնին, երբ որ ձեզանից մեկը ինձ ասում է գնա դերասանությունը տարա, հենց այստեղ է իմ ծիծաղը շարժվում, հասկանում եք։ Հենց այստեղ է որ ինչ որ մի բան, ինչ որ մյուս բանի հետ սկսում է չկպնել, ինչպես մեր ձևովի ներկայացուցիչն է ասում։ Իշխանությունները ագրեսիվ եւ կեղծարար քարոզչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խնդիրը դրված առավելագույնս սվաղել իրականությունը, ինչը ակնհայտորեն չի ստացվելու։ Տիգրան Աբրահամյանն է գրառում արել։ Կանից ողբերգականի վերածված սեպտեմբեր ամիսն այս իշխանության գործունեության դեմքն է, ուրացման, պարտվողականության, փախուստի ու կեղծիքի, որը մշտապես հետապնդելու է նրան։ Այս մասին Facebook-յան էջում գրել էր Տիգրան Աբրահամյանը։ Իհարկե, ես ամբողջը չեմ ընթերցի, բայց Տիգրան Աբրահամյանին մի հատ sense բան ասեմ, էլի այս փախուստի հետ կապված, դու ոնց նայում եմ չես սիրում փախնող տղերքին։ Կարող է շեֆդ քնած է եղել Սերժը, չի լսել, մի հատ բզեք կողքից, ասեք ապեր, մի վախեցի, հանրային բանավեճին գնա, մի վախեցի, իսկապես, ես սա առանց սարկազմի եմ ասում, մեկը ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թույլ չեմ տա, որ այդ բանավեճին գնալուց, ընթացքում և վերադառնալուց նրա գլխից մաս պակասի, բայց մի վախեցեք, գնացեք։ Նույնը կարող եմ ասել նաև, ինչպես միշտ եմ ասել, Ռոբերտ Քոչարյանի մասին, այս վախկոտներով ձեր այս գրառում վախի մասին մի խոսեք։ Կամ չնայած որ դա հիվանդություն է լինում է այդպես։ Մարդը երբ որ ինքը վախկոտ է, բոլորին կարող է անվանարկել վախկոտ, որ իր վախկոտ լինելը թաքցնի։ Մարդ կա օրինակ ինքը թուրք է, բոլորին անվանարկում է թուրք, որ իր թուրք լինելը թաքցնի։ Մարդ կա դավաճանա փնտրում, մարդ մի խոսքով այսպես պատահում է։ Բայց Տիգրան Աբրահամյան, բզեք մի հատ թող զարթնի։ Որովհետև այս վերջի անգամ որ զարթել էր, ոնց որ թե մեր պետության դեմ ցուցմունքներ էր տալիս։ Չէ, որպեսզի միակողմանի դիտարկում եւ բնութագրական գնահատական չհնչի, որը ձեր սրտով հաստատ չի լինելու, ապա խնդրում ենք ներկայանա հանրային հեռուստատեսություն, ընդունի հրավերը։ Սա քաղաքացիները, այն քաղաքացիները, ովքեր պիտի գնան ընտրատեղամասեր 26 թվականին։ Եվ եթե դուք այս բագաժով եք առաջնորդում ես վախերով, ապա դժվար թե քաղաքացին վախկոտներին ձայն տա։ Սա այսպես։ Եվ երկրորդ պարտվողական քաղաքականության հետ կապված, որ խնդրեմ կասեք Սերժ Սարգսյանի հաղթական պրոցեսներից մի բան էլի, ասենք, չգիտեմ, դիվանագիտական հաղթանակներից մի բան կասեք, մեր բերեք, չգիտեմ, ոնց է հնարավոր դա անել։ Ասենք սիրուն սուտ խոսալով չի, էլի։ Ես նրանց էլեկտորատի համար եմ ես ամեն ինչը խոսում, թե չէ ինքը գիտի ինքը ով է, ինքը շատ լավ գիտի Սերժն ով է, ինքը շատ լավ գիտի պատիվ ունեմ նրանից ինչա ներկայացնում, շատ լավ գիտի ժողովուրդ ջան։ Ես իրենց էլեկտորատին եմ անհատ ուզում բացատրել, ես տաժական բան է։ Օրինակ եմ ես ձեզ ասում, եթե, եկեք ուղիղ օրինակ բերեմ, եթե Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկեին հրավիրեին բանավեճի, հենց նույն թեմաներով, ու Փաշինյանը չգնար, ես նրան կանվանեի վախկոտ։
ու ձեզ չտվա որ պիտի նստե ասի դե նա չի գնում որովհետեւ նրանք ով են որ նա գնա ուսս բաներ չի ասելու որովհետեւ հանրության մեջ այդ պահանջարկը կա որպեսզի Արցախը վերջել չկա բոլորով մի հատ նստեք տեսնենք այդ ինչ արեցիք որ չկա բոլորով ոչ թե մեկը մյուսին առանձին պատի ծակից բան բեմից մյուսից այլ բոլորով միտեղ որպեսզի տվյալ պահին եթե մեկը ստի մյուսը բերնին գա մեզ դա է անհրաժեշտ հիմա ես չեմ հասկանում էլի եմ կրկնում եթե ես 3-ից մեկը հրավիրեր բոլորը համաձայն էին Փաշինյանը չհամաձայներ ես շատ խիստ կվերաբերվեի շափազանց խիստ ու կվերանայի իմ պատկերացումները նրա տեսակի հանդեպ բայց ես զարմանում եմ պարզապես ապշում եմ թե այս 3-ի էլեկտորատի շարքային քաղաքացիները ոնց են նորմալ վերաբերվում այդ համգամանքին, բայց մյուս կողմից էլ գոռում գոչում հայրենիք պետություն։ Սա ապշելու բան է։ Սա դեգրադացված իրականությունն է, որը պետք է հարթվի։ Այ հենց այս կիսատ պռատությունն է մեզ բերել այսօրվան հասցրել։ Հենց այս կիսատ պռատությունը։ Դուք նստեք մահացած մարդկանց վրա դիվիդենդներ հավաքեք։ Դուք նստեք էթնիկ զտման ենթարկված քաղաքացիներից դիվիդենդներ հավաքեք։ Դուք նստեք զոհվածների, ձեր իսկ անվտանգության ու պետության համար զոհվածների հարազատներին քամեք դիվիդենդ հավաքեք։ Այ որ Հայկը Կոնջորյան ձեզ անվանում էր մահվան մունետիկներ, այ հենց սա է։ Հիմա impeachment ենք սկսում, սկսեք, չէ, դա նորմալ է, կարող եք ցանկացած քաղաքական ուժ ինչ-որ բան սկսել, որը չի հակասում օրենքին ու սահմանադրությանը, բայց ձեր ելույթները մի քիչ փորձեք կոռեկտ լինել, չնայած ես կնայեմ այսօրվա ձեր նիստը, վստահաբար այնտեղ ավելի այլանդակ բաներ սպասում եմ, կներեք, դուք ցույց եք տվել, որ ձեզանից միշտ է կարելի այլանդակ բաներ սպասել, ես սպասում եմ ձեզանից նաև հակապետական ելույթներ, որովհետև եթե մի քաղաքական թիմի քաղաքական ղեկավար Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք է տալիս, ապա նրա ենթականերից ամեն ինչ կարելի է սպասել, այնուամենայնիվ դուք դեռ ունեք ժամանակ ինձ զարմացնելու։ Իսկ ես կարող եմ զարմանալ միայն այն դեպքում, եթե մի փոքր նորմալ ու տրամաբանական ելույթներ հնչեն։ Ինչը անունները կարդալու, Գառնիկ Իսագուլյանը պիտի դրա տրամաբանական ելույթ ունենա։ Թե, չգիտեմ, բանը, Էդգար Ղազարյանը, թե Նայիրա Զոհրաբյանը։ Շատ ուժեղ կազմ է։ Այս կազմը, ժողովուրդ ջան, սիրելի քաղաքացիներ, ձեզ առաջարկում է 26 թվականին իրենց լսեք եւ ընտրեք իրենց։ Այ հենց այս կազմը։ Մեկից օրիգինալ տպեր։ Եվ հաղորդման վերջում, ժողովուրդ ջան, թույլ տվեք մի այս բանն էլ էր շատ ուժեղ։ Դες ոնց էր աչքիցս վրիպել է Զուրաբյանը ուրեմն Փաստինֆո գործակալության էջում այսպեսի բան կա տպած իբր ինքը որ Լևոն Տեր-Պետրոսյանին դիմում է երեք որ տենց անդրադարձել էինք էլի կատակ արել բարձվում է մենք կատակը չենք հասկանում եւ թերևս վերջին շրջանում ինձ համար սպասելի շատ սպասված մի օրինագիծ որը Ռուբինյանն ու Գեգամ Նազարյանը համատեղ կբերեն խոսքը հիշատակման մեկ ընդհանուր օր ունենալու մասին է ընթերցեմ ազգային ժողովի փոխնախագահ Ռոբեն Ռուբինյանը Facebook-ի իր էջում հայտնել է որ մոտ օրերը ինքը եւ ազգային ժողովի падգամավոր Գեգամ Նազարյանը կշրջանառեն նախագիծ, որով հունվարի 27-ը կսահմանվի որպես հիշատակի եւ խոնարհումի օր։ Մեզ պետք է ունենալ հատուկ օր, երբ կարգենք բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը եւ կխոնարհվենք հայրենիքի համար բոլոր ընկածների առաջ։
ըստ նախագծի այդ օրը կլինի հունվարի 27-ը, իսկ հունվարի 28-ին արդեն, ինչպես միշտ կնշենք եւ կտոնենք բանակի օրը, որպես շարունակվող կյանքի ու կամքի խորհրդանիշ, գրել է նա։ Սա շատ լավ բան կլինի, որովհետեւ սա քո օրերը ամեն մեկը, ամեն մի խումբ մարդկանց արդարացիորեն իր համար ընտրում է մի օր այդպեսին ու դա վերածվում է որոշակի ավանդույթների տարբեր հասարակության շերտերի մոտ, որին մասնակցելը մի բանա չմասնակցելը մի բան լավ կլինի, որ այո, մեկ օր լինի եւ նվիրված լինի բոլոր ժամանակների մեր հերոսներին։ Ես երկու ձեռքով կողմեմ այս նախագծին։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։